ուղղակի եւ անուղղակի հարկերները փոքր յուրացի բիզնեսի համար։ Ես կուզեի ճիշտ ասած արձագանքեի ձեր բեռ նշված բառին։ Ես առաջարկում եմ այդ բառը ընդհանրապես մեր խոսակցությունից հանենք։ Դա բեռ չի։ Դա բնական, այսպես ասած, ճակերտավոր պարտավորություն է մարդու համար։ Եթե լսեցիք իմ խոսքերում ինչ եմ ես ասում։ Ես ասում եմ, որ դա բեռ չի, դա ներդրում է։ Այսինքն, երբ որ մենք որոշում ենք մեր պետության զարգացման համար, որը մերն է, մեզնից դուրս չէ, այդ ներդրումը իրականացնել։ Հետևաբար բեռ խոսելը կառաջարկեմ ընդհանրապես չխոսենք։ Հարկը բեռ չի։ Հարկը մեր եկամտի մի մասն է, որը որ մենք հատկացնում ենք մեր բոլորին երջանիկ դարձնելու, եթե ավելի պարզ խոսեմ անկեղծ ասած։ Հիմա գամ բանին, հարկային քաղաքականության հետ ճիշտ ասած կարծում եմ դուք պետք է իմանայիք, որ հարկային քաղաքականությունը իրականացնում է ֆինանսների նախարարությունը, մենք զբաղված ենք վարչարարությամբ, հիմա այս պահին քննարկվում է հարկային համակարգի նոր հայեցակարգը եւ այդ քննարկումներին մենք ինքներս էլ ակտիվ մասնակցում ենք։ Հիմա եթե ավելի կոնկրետանաք թե ինչն է ձեզ հետաքրքիր, այդ ուղղությամբ միգուցե մեր դաշտում, հարկային վարչարարության դաշտում ձեզ ավելի կոնկրետ ասեմ, թե ինչ փոփոխություններ ենք մենք նախատեսում։ Դուք ասում եք փոքր եւ միջին ձեռնարկատիրության ուղղակի եւ անուղղակի հարկերի բեռը այս պահի դրությամբ էլ տեսեք խոսենք նրա հարկային պարտավորության մասին կամ հարկերի մասին, այս տարի էլ չի փոխվել դա։ Այդ ուղղակի ավելի շատ մեր գնահատմամբ ավելի շատ աղմուկներ են։ Ինչու, որովհետեւ միգուցե դրույքաչափերը բարձրացել են, բայց մարդկանց հնարավորություն է տրված փաստավորելու միջոցով, ծախսագրումներ անելու միջոցով, բավական լայն դաշտ են, որում ծախսերի հնարավորություն տրված նվազեցումներ անել, այդ նվազեցումների արդյունքում նախկինի չափ հարկ վճարել, միգուցե նաև նախկինից քիչ հարկ վճարել, այսինքն այդ տեսանկյունից բարձրացում որպես այդպեսին չկա էլ։ Հիմա առիթը օգտագործելով ես մեր ՓՄԶ հարկ վճարողներին կոչ կանեի այդ նույն հոգատարության, որտեվ օրինակ մենք հիմա նկատում ենք, որ օրենսդրության պահանջ կա, որ պետք է իրենց մնացորդները գույքագրեն 2025 թվականի սկզբի դրությամբ եւ ավելին նաեւ հնարավորություն ենք տվել աջակցության ծրագրից օգտվելու, բայց արզվում է մարդիկ թաքցնելու շատ բան ունեն։ Այսինքն իրենց մեջ շատ քիչ են կամավորները, ովքեր ուզում են այդ գույքագրումը իրականացնեն, որտեղ ժամանակին տարբեր ճանապարհներով են ենթադրաբար ձեռք բերել են ապրանքները, որոնք որ պետք է իրացնեն։ Հիմա այստեղ երկկողմանի աշխատանքի կարիք կա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ օգնենք, ձևաչափերը մշակել ենք, գրել ենք մանրամասն, բոլորի էջերին ծանոթությունները ուղարկել ենք, անհատական աշխատանքներ ենք փորձում տանել, բողոքներին պատասխանել, բայց երբ որ նայում ենք օրինակ ասենք մեր ՓՄԶ ոլորտի հարկ վճարողներին, իրենք պատրաստակամ չեն փոխվել, ստվերից դուրս գալ կամ չթաքցնել պետությունից։ Դրա համար հորդորս են կլինի, որ մենք երկուսս էլ իրար հետ աշխատենք եւ մոտեցնենք մեր հարաբերությունները, որը հաստատ ի օգուտ բոլորիս է։ Խնդրեմ։ Thank you.